Բարև ձեզ, իրականում է եթերում հարցազրույցի ժամը, ես զրուցելու եմ Հայրենիք կուսակցության գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Հակոբյան, դուք մասնագիտությամբ իրավաբան եք։ Ինձ եւ նաեւ մեզ դիտողներին կարող եք բացատրել, արդյոք դատարանը կարող է որևիցե հոգեվորականի վերականգնել իր աշխատանքում, իր ծառայությունում նման դեպք երբևիցե արձանագրված կա։ Ինչու եմ սա հարցնում, որովհետեւ դատարանը օրինակ վերականգնեց Ստեփան Ասատրյանի նախկին Տեր Արամի գործունեությունը, ծառայությունը հոգևոր, նաև Տեր Թադեի այդպիսի բան կարող է տեղի ունենալ, թե ոչ։ Նայեք, այս հանգամանքում դուք նշեցիք վերջի երկու հոգևորականի մասով, բայց մենք ունենք նախկին Սրբազանի հարցով էլ ոնց էր այդ մարդու անունը, անկեղծ չեմ էլ հիշում։ Գևորգ, հա։ Դա աբսուրդը երկու փուլի կարելի է բաժանել կամ երկու կոմպոնենտ ունի։ Առաջինը առհասարակ դիտարկել հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ օրինակ Սրբազանի կամ այլ հոգևոր ծառայողի միջև հարաբերությունները, զուտ աշխատանքային բնույթի հարաբերություններ, շատ չեմ ծանրաբեռնի, որովհետեւ նույն պաշտպանական թիմը Արա Զորաբյանի գլխավորությամբ բազմիցս ասել են, հա, որ նույնիսկ մարդու իրավունքների եվրոպական դատարանում ունի տարբեր кейսեր կապված կաթոլիկ եկեղեցու հոգևոր սպասավորների հետ կապված վեճերով, որ հոգևորականի եւ եկեղեցու միջև հարաբերությունները չեն ենթարկվում սովորական աշխատանքային նորմերին եւ կանոններին, քանի որ դրանք ունեն եւ հոգևոր բնույթ, այսինքն կապված են որոշակի կրոնական համոզմունքների, հավատքի եւ դրա իրավունքների իրացման հետ մարդկանց, եւ ներքին հարաբերությունները կառավարչական կառուցվածքը ոչ թե կազմակերպությունների կերպ է կարգավորվում, այլ կարգավորվում է ներքին ինքնավարությամբ, ներքին սահմանվող կանոններով, որին պետությունը միջամտելու իրավունք չունի։ Դա եվրոպական ստանդարտն է, նորից ասեմ, ես չեմ խոսում բացառապես մեր իրավանկալումների մասին։ Երկրորդ, այսինքն մեկը ֆիքսեցինք, հա, սրանք աշխատանքային հարաբերությունները չպետք է դիտարկվեին, առհասարակ իմ կարծիքով վարույթ չպետք է ընդունվեր այդ հայցադիմումը։ Երկրորդ, եթե անգամ դու այդ իրավական նիհիլիզմով մեկնաբանեցիր աշխատանքային հարաբերություններ, ասենք վեհապարի եւ Սրբազանի կամ Սրբազանի եւ իր հոգևոր իր տարածքում հոգևոր ծառայությունները կանացնող, հա, հովի միջև հարաբերությունները, որևէ աշխատանքային վեճ դուք չեք գտնի, երբ որ հայցը ներկայացնելու պահին կարող է դիմաց լինեն, ասենք հայցի ապահովման միջոց ներկայացրած լինեն, բայց դա որևէ դատան չի բավարարել այնպիսի հայցի ապահովման միջոցի միջնորդություն, որը փաստացի իր հետևանքով նշանակում է հայցի ժամանակավոր բավարարում։ Այսինքն մենք ինչ հիմքով են, հա, բավարարում, որ կարող օրինակ էական վնաս հասցնի այդ մարդուն, չգիտեմ, բայց քաղաքացիական դատավարությունում հայցի ապահովման միջոցները բացառությամբ 1-2 դեպքի, որոնք վերաբերվում են երեխաներին, հա, այդ ընտանեկան հարաբերություններն ու երեխաների լավագույն շահին, դրանք բացառություն են։ Չպետք է հանգեցնի հայցի ապահովման միջոցը հայցի ժամանակավոր բավարարման։ Այդպիսի ինստիտուտ կա օրինակ վարչական դատավարությունում, բայց քաղաքացիական դատավարությունում չկա։ Հետևաբար, գիտեք, տասնյակ հազարավոր աշխատանքային վեճեր են, վեճերի մասին տվյալներ կան արկա դատալեքսում։ Եվ այդ ոչ մեկ մինչև հիմա կոպիտ ասած չէր ֆայմել։ Եթե կաթողիկոսը օծել է տվյալ անձանց որպես հոգևորական, կաթողիկոսն էլ կարող է նրանց հոգևոր ծառայությունը դադարեցնել։ Եվ այստեղ դատարանը որևիցե անելիք չունի։ Այո, որովհետև մեկ դա հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կանոնադրային հարաբերություններն են, կարգավորումներն են 100-ամյա, 1000-ամյա կամ ասենք, հա, 100-ամյակներով զարգացած։ Եվ դրա ներքին ինքնավարությանը քիթը խոթելու իրավունք պետությունը չունի, դրա մասին կա կոնսենսուս եվրոպական, հա, իրավական համայնքում։ Եվ երկրորդ, աշխատանքային, եթե այդպես կոպիտ անգամ սխալ անես աշխատանքային վեճել իրան բնորոշես, հայցը ներկայացնելու պահին դու իրավունք չունես պահանջես վերականգնել անձին, չէ՞ որ դատանը հələ պետք է քննի, հասկանա քո պահանջը վերականգնելու իրավաչափ չի, խախտում եղել է, չի եղել։ Եվ չկա այդպիսի մեխանիզմ, հայցի ապահովման միջոցի իրավական նշանակությունը չի ենթադրում իրանից վերականգնում նախկին աշխատատեղում։
այս երկու ասպեկտով էլ դատարանը կայացրել է абսուրդ որոշում եւ ես վստահ եմ, որ այստեղ առանց ազդեցությունների հարցը չի լուծվել։ Ինչ ազդեցության մասին է խոսքը։ Վստահաբար ես չգիտեմ զանգ եղել է կամ SMS WhatsApp եղել է թե չէ, բայց այն որ դրա մասին ամեն օր նույն վարչապետը խոսում է իր ցանկալի արդյունքների մասին, որ օրինակ իր լեզվով իհարկե չեմ ասի, բայց վեհապար հայրապետի մասին խոսելիս ասում է, որ վերջինս իրավունք չուներ այս հոգեվորականին հաներ, այս սրբազանին կարգալույց աներ եւ այլն։ Հիմա այդ մարդը ամեն օր դրա մասին խոսում է, անգամ առանց զանգի, դատավորը կարա դա ընկալի որպես հանձնարարություն, եթե այդ դատավորը այդպիսի ընկալունակ է, էլի վատ իմաստով։ Եվ իրականացնի վարչապետի սրտից բխող ինչ-որ քայլեր։ Արդյոք հանձնարարություն կարելի է դիտարկել նաև Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցում արված հայտարարությունը, որ լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն, որին միջապես հաջորդում է կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական գործը, նրան երկրից դուրս թողնելու արգելքը եւ այլն։ Միանշանակ դա իրավապահ մարմինների ու առաջի դեպքը չի Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ուղիղ եթերով հանձնարարություններ տվել իրավապահ մարմիններին, հենց ինքը իր շուրթերով էլ ասել է, որ ընդունեք սա որպես հանձնարարություն, հիմա այս անգամ այդ բառը չի արտաբերել, բայց հանձնարարությունը բացահայտ էր, որ արեք ամեն ինչ, որ այդ ամեն ինչը չկա, որ օրինակ ժողովը չկայանա, իբր թե այն լեգենդի տակ, որ ուզում են աթոռը կաթողիկոսական տեղափոխեն, ու էջմիածնի գանձերը։ հա, այդ հիմար լեգենդի տակ, հիմար նարատիվի տակ, կոպիտ ասած, փակեք այդ մարդկանց ելքը հանրապետությունից։ Հեքիաթ, նարատիվ, Նիկոլ Փաշինյանը իրականում դրա մասնագետն է, հորինելու նարատիվներ, անգամ աղերս չունեցող որևէ կերպ իրականության հետ, ինչ-որ պատմական պապ թագավորի ժամանակներից վերցրած կամ ավելի ուշ ավելի շուտ, եւ դրա հիման վրա անել են ինչ-որ իրան պետք է։ Իրան պետք էր վեհապար հայրապետի ելքը փակել, ժողովը, եպիսկոպոսած ժողովը խափանելու համար, նա դա արեց, սրա մասին էր այս ամեն ինչը։ Իրավական տեսանկյունից ինչ խնդիրներ կարող է ունենալ այս իշխանությունը հետագայում։ Այդ իմ կարծիքով, եթե շատ դետալային չմտնենք ամեն ինչի մեջ, մենք ունենք սահմանադրության մեջ երաշխիքներ տրված եւ կրոնական համոզմունքների իմաստով անձանց եւ կրոնական կազմակերպություններին առհասարակ անկախության եւ ինքնավարության եւ դրանից մի հատ է վերև հայ առաքելական Սուրբ եկեղեցուն առանձին կերպով, քանի որ դրա նշանակությունը հայ ժողովրդի կյանքի մեջ առանձին կերպով սահմանադիրը ճանաչել է, դրա հարաբերությունները ի տարբերություն մնացածի առանձին կերպով կարգավորվում են օրենքով։ Հիմա այս տեսանկյունից այս ամեն ինչը ֆոտատակ դնելը ըստ իս առաջին հերթին սահմանադրական կարգի տապալում է Նիկոլ Փաշինյանի կողմից կամ դրա փորձ, եւ հետո նոր մնացած բոլոր հանցագործություններին կապված պաշտոնական գործառույթների սահմաններից անցնել եւ այլն կարելի կլինի հետո անդրադառնալ, բայց ես կարծում եմ, որ սահմանադրական հիմքերից մեկը եւս մեկը Նիկոլ Փաշինյանը այս քայլերով խափանել է, խախտել է, որի համար պետք է լինի պատասխանատվություն, քննություն, ոչ թե հենց այդ անձին պատժելու առաջին նպատակով, այլ որ հետագայում ախորժակ եւ ցանկություն չլինի այդ նույնը կրկնել։ Անդրադառնանք ձեր խնդիրներին, ձեր կուսակցության որոշ անդամներ եւս իրավապահների թիրախում են, կալանավորված անձիկ ունեք ընտրակաշարքի գործով։ Ինչի ընտրակաշարք բաժանեցիք։ Նայեք, ինքը եթե էջմիածնի դեպքերի մասին եք կարծում խոսում, абսուրդի ժանրից է եւ սա մեր կուսակցության հետ տեղի ունեցած այդ ոճի առաջի դեպքն է, բայց ընդհանուր քաղաքական համակարգում առաջինը չէ։ Մենք հիշում ենք դեռևս Սրբազան շարժման ժամանակ նույն դաշնակցականների հետ կապված գործերը, որոնք օրինակ է վերաբերում էին անձանց ինչ որ ընդմիջում տրամադրելուն կամ անձանց իր համակիրներին օրինակ քաղաքական ակցիաներին մոբիլիզացնելը, քրեական հանցագործություն համարելը։ Ես հիշում եմ նաև դեպք, երբ որ ձեր կուսակցության ղեկավարի, եթե չեմ սխալվում, անվտանգության աշխատակիցը ինչ որ քաղաքացու էր օգնել այդ պահին, հա, ակցիայի ժամանակ դա եւս դիտարկվեց որպես գումար բաժանելու դեպք։ Այո, եւ ոչ ընտրություններ էր այդ ժամանակ, ոչ ընտրարշավի օրեր էին, ոչ էլ ինչ որ որևէ ասենք հատկանիշ չկար, բայց այո, անգամ այդ ժամանակ հետապնդում իրականացվեց։ Հիմա այս абսուրդը, այսինքն նոր չէ, գալիս է այն ժամանակներից եւ իմիջի այլոց դե մի հատ կարևոր բան ասեմ, վերջերս 2025 թվականի երկրորդ կեսին Վենետիկի հանձնաժողովը հայտնի, հա, եթե կարճ անվանումը տանք այդ մարմնի,
Նույն օրինակ այդ դեպքերը, երբ հավաքներին մասնակցելու համար անձանց շահագրգռում են, կամ տալիս են տրանսպորտային միջոց, կամ տալիս են նյութական որևէ միջոց սնունդը հոգալու, գիշերածախսը հոգալու համար, հա, հեռավորություններիդ, ասել է ընկերներ, դա նորմալ է։ Կուսակցությունը մոբիլիզացնելու համար պետք է ծախսի, պետք է իրականացնի իր համախոհների հարմարավետությունը կամ հնարավորությունը ապահովելու մասնակցելու այն քաղաքական ակցիաներին, որ ինքը ցանկանում է, դա է քաղաքականությունը։ Մոտավորապես Վենետիկի հանձնաժողովը այդպես է մեկնաբանել, այս չարաբաստիկ մի հատ հոդված կա քրեական օրենսգրքում, որը վերաբերում է նյութապես շահագրգռելուն, այդ ակցիաներին մասնակցելուն։ Հիմա ինչ վերաբերում է Խաչիկ Գալստյանի, Արամ Քոչարյանի նկատմամբ հետապնդմանը, ես իհարկե, քանի որ ինքս էլ ներգրաված եմ այդ վարույթով, մանրամասներ չեմ կարող փաստական բացահայտել, բայց մեղադրանքը աբսուրդ է, վերից վար եւ բնականաբար այդ տեղեկից ոչ մեկը Խաչիկ Գալստյանը մեր գործադիր մարմնի անդամն է, Հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղարն, այսինքն շատ մեծ բեռեր տանում իր վրա կազմակերպչական, քաղաքական կուրսի, հա, կուսակցության Արամ Քոչարյանը ավելի տեղական մակարդակում, հա, Էջմիածնի տարածաշրջանում կամ խոշորացված համայնքում, բայց եւ այնպես նպատակը հերթական Որն էր նպատակը ձեզ։ Դե օրինակ մեր կուսակցությանը դա իրական վնաս հասցնող քայլ էր, այսինքն երբ որ դու առանցքային մի ֆունկցիոների ժամանակավորապես կայական չի, ինչ-որ մի օր հա բաց ես թողելու, որտեղ ապօրինի է այդ հետապնդումը, բայց դու այս նախապատրաստական շրջանում հանում ես կուսակցությունից, հասկանալով, որ շատ մեծ ահռելի կազմակերպչական աշխատանքի հետ մարդը տանում, տարածքային կառույցների հետ, ծրագրային մասերի հետ, Խաչիկ Գալստյանը այն համակարգաստեղծ հենարաններից էր կամ սուբյեկտներից է Հայրենիք կուսակցության։ Եվ մեր դեպքում Խաչիկ Գալստյան ուրիշ կուսակցության դեպքում ուրիշ անձիկ են, վաղը կարող է գնան կուսակցության ղեկավար կամ իջնեն ավելի ներքև շարքերից մեկին ձերբակալեն։ Խնդիրը անընդհատ որոշակի ժամանակով մեկուսացնել անձանց կուսակցություններին չթողել, որպեսզի կարողանան մոբիլիզացվել կամ իրանց նորմալ ընթացքը շարունակել եւ ինչու՞ չէ նաեւ ըստ իրենց կանխարգելիչ վախի մթնոլորտ սերմանեն։ Այդ տեսեք, եթե այս մարդուն սրա համար փակում ենք, ձեզ էլ մի ուրիշ բանի համար պատճառ կգտնենք, այնպես չի որ պիտի երկաթյա ինչ-որ տրամաբանությամբ հիմքեր լինի, որպեսզի մենք իրականացնենք քրեական հետապնդում։ Այդ նպատակները, այդ համակարգային իմաստով վախի մթնոլորտի սերմանումը քաղաքականությամբ զբաղվողների մեջ եւ կոնկրետ թիրախային թուլացնելու կուսակցություններին X ժամանակում։ Դա նորից մենակ մեր նկատմամբ չի, դա իրականացվում է, ասենք 10, 20, 30 քայլերով տարբեր մարդկանց վրա եւ այդ ամբողջի կումուլատիվ էֆեկտը այն է, որ իշխանությունը անխափան պատրաստվում է ընտրությունների, իսկ ընդդիմությունը ունի միշտ խնդիրներ կապված հələ օրինակ իրավունքների պաշտպանությունն իրականացնելու եւ կազմակերպչական արդեն ստեղծված բացերը ու համակարգային խնդիրները վերականգնելու հետ։ Բայց Հայրենիք կուսակցությունը նկատում են բավականին ակտիվ է նաեւ տարածքային կառույցները նոր բացում, ուժերը մոբիլիզացնում եք, ակտիվ պատրաստվում եք ընտրություններին, ճիշտ եմ, չէ՞, հասկացա։ Այո, երևի այդպիսի շաբաթ չկա, որ նոր գրասենյակ չբացվի, նկատի ունեմ ոչ միայն կամ ոչ այնքան օրինակ մարզում ինչ որ մեկ գրասենյակ, այլ դրանց խոշորացում, այսինքն մարզ կենտրոնում կա, կողքի քաղաքում է բացվում, կողքի գյուղում է բացվում, պատասխանատուների քանակն է շատանում, հա, մարդիկ են անդամագրվում, այսինքն մենք շատ ակտիվ process-ում ենք։ Մարդկանց վերում Հայրենիք կուսակցություն։ Երևի առաջի հերթին մարդիկ զանազանում են նախ դիմություն, հա, իշխանություն եւ ընդդիմություն։ Երկրորդ հերթին գաղտնիք չէ, որ մեր կուսակցությունում ամենաճանաչելի մարդը կուսակցության նախագահ Արտուր Վանեցյանն է։ Ես գիտեք, ամեն մարդ ճիշտ է սուբյեկտիվ է, հիմա ես կարող եմ որպես ընտրող իմ ընկալումները ասեմ, Հայրենիք կուսակցության համակիրը 100-ից 100-ը որոշակի տարբերություններով իրենց ընկալումները ասեմ, բայց ըստիս օրինակ Արտուր Վանեցյանը իր հանրային, հա, հասանելիությունը կամ կարիերան սկսել է իր շատ խիստ հակակոռուպցիոն պայքարով։ Ամենաերևի հայտնի մարդն էր եւ մարդն է Հայաստանում, որը անզիջում պայքար է տարել ցանկացած ապօրինությունների հետ, որոնք կապված են բյուջեից այս կամ այն կերպ գումարներ տանելու կամ դրա մասով գոնե առնվազն հիմքեր լինելու քննություն իրականացնելու հետ։ Այսինքն մարդ է, որը հայտնի է իր շատ անզիջում եւ
կտրուկ վերաբերմունքով ցանկացած կոռուպցիոն դրսևորման, ցանկացած հանրային միջոցների վատնման առումով։ 1. Երկրորդ, արդեն ընդդիմադիր Արտուր Վանեցյանը շատ լայնորեն ցույց է տվել, որ այն քիչ քաղաքական գործիչներից է, որը գիտի, հասկանում է, խոսում է եւ այն վաղ առաջարկներ էր անում, հիմա պահանջներ է ներկայացնում կապված երկրի անվտանգության հետ, անվտանգային համակարգի հետ, ինչը ներառում է արտաքին քաղաքական բաղադրիչը, իմջայլոց անգամ իր ԱԱԾ պաշտոնավորման ժամանակ սպրդած լուրերից էր ակնհայտ, որ Արտուր Վանեցյանը հասկանում է անվտանգության համակարգը, արտաքին հարաբերություններ, դաշնակիցների հետ հարաբերություններ չխարխլելու եղանակներն ու ձևերը, իսկ իշխանությունը չի հասկանում այն ժամանակվա եւ հիմիկվա։ Եվ այդ ամեն ինչի մասին արտաքին հարաբերություններ, անվտանգային մասով Արտուր Վանեցյանը բազմիցս անընդհատ խոսում է։ Այն ժամանակ շատ իհարկե խոսվում էր, զգուշացվում էր Արցախի հետ կապված աղետի մասին, դեռևս շատ ավելի վաղ, քան պատերազմն էր։ Ցավոք սրտի այս բանը ունեցանք այդ կորուստը եւ ինչը գալիս է ապացուցելու շատ մեծ կարևոր հանգամանք, որ Հայաստանի Հանրապետության պես երկրում դուք չեք կարող էֆեկտիվորեն իրականացնել քաղաքականություն, ձայներ կարող է տանեք, կարող անգամ ավելի շատ ձայներ տանեց, բայց էֆեկտիվ կերպով քաղաքականություն, ի բարօրություն պետության եւ ժողովրդի չեք կարող իրականացնել բացառապես տնտեսական օրակարգով։ Հայաստանը Շվեյցարիան չէ, Հայաստանը նույնիսկ Լեհաստանը չէ։ Դուք ակնարկում եք Սամվել Կարապետյանի։ Ես ակնարկում եմ բոլոր այն ուժերին, որոնք հասկանալի կերպով մինչև այսօրը արտաքին քաղաքական եւ անվտանգային օրակարգ մեր ժողովրդին չեն առաջարկում եւ ի հակառակ դրան մենք եւ առաջարկել ենք մինչև այսօրս եւ դրա մասին խոսել ենք անընդհատ եւ երբ որ արդեն շատ շուտով մեր ծրագիրը կհանրայնացնենք, այտենց մոտավորապես ավարտական փուլում է, մեր ծրագրային դրույթները, կտեսնեք, որ մեծ շեշտ կա արտաքին հարաբերությունների, հարևաններ, դաշնակից, բարեկամ երկրներ, Եվրոպա, Միացյալ Նահանգներ, հարևաններից հատկապես Իրան, Վրաստան, ինչու՞ չէ, նաև Թուրքիա, Ադրբեջանը։ Հասկանալի է, հիմա օրինակի մոտ հարց առաջացավ, երբ որ հայրենիք կուսակցությունը իդեմս Արտուր Վանեցյանի գա իշխանության, ինչ արտաքին վեկտոր է փոխելու, ինչ պայմանագրեր, որոնք որ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը այս կամ այն երկրի առաջնորդի հետ փոխվելու է, ո՞րն է փոխվելու, օրինակ, ինչից է հրաժարվելու, ինչն է ավելի լավը դարձնելու։ Նայեք, ես չեմ կարծում, որ իշխանապողության որպես հետևանք կամ արդյունք պետք է խոսել կտրուկ աշխարհակաղակական պայմանավորվածություններից հրաժարվելու կամ փոխելու հետ, այսինքն մենք Արտուր Վանեցյանը եւ իր թիմը քաղաքական կամիկադզեների հավաքածուներ չեն, ես նկատի ունեմ ոչ թե իրենց համար, այլ երկրի, հասկանալի է, որ ցանկացած պայմանավորվածություն, որը ձեռք է բերվում, դու չեք կարող, հատկապես եթե խոսքը գնում է Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, հա, օրինակ անվտանգության խորհրդի մշտական անդամների պես մեծ երկրներ, դու չես կարող վաղը գալ, ասել հաջողություն, մենք այս պայմանագիրը չենք իրականացնում։ Դրա process-ը արդեն կարող է ձևափոխել իրեն, որովհետև ցանկացած պայմանավորվածություն ինքը միս ու արյուն է ստանում այդ բանակցությունների ընթացքում։ Հիմա մենք ունենք TRIP-ի մասին դեկլարատիվ պայմանավորվածություններ, դեռևս չկան նորմերը, միջազգային միջպետական պայմանագրերը, չէ, դրան համապատասխան ներքին ակտերը եւ դրանից առաջ ձեռք բերված արդեն մանրամասն դետալային պայմանավորվածությունները, որոնք ի վերջո հասկանալի կդարձնեն այդ ինչ է։ Հիմա այդ ինչ է լինելու, դեռևս քաղաքական գործնեության ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը Միացյալ Նահանգների հետ աշխատելով պետք է ձևավորեն։ Աշխատում են մարդիկ։ Okay, աշխատում են, բայց մինչև այս պահը նույն Վենսի այց դրանից առաջ ստորագրված մեր համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ թե դնում են նպատակ օրինակ տնտեսական ծրագրեր կամ իրական սահմանների արգելաբացում իրականացնելու նպատակ, այլ ուղղակի մեզ վրա մի կրակեք, ցանկացած գնով խաղաղությունը հաստատենք, դրա դիմաց պատրաստ ենք զիջել մոտավորապես ամեն ինչ, այս սկզբունքով է առաջնորդվում, հասկանալով նաև ներսում արդեն ժողովրդի եւ ընդհանուր առմամբ քաղաքական աջակցության բացակայությունը։ Այսպես չի կարելի աշխատել։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, իշխանությունները աշխատում են այսօրվա ռիսկերով պայմանավորված, այսօրվա իրենց մաշկի ռիսկերով, խնդիրներով պայմանավորված։ Այսօր էլ ձգենք, վաղն էլ ապրենք,
այն վաղը չեմ սորնել լինենք իշխանության եւ այդ մոտավորապես այդ հենարանի վրա էլ կառուցում է արտաքին հարաբերությունները, ինչ եք մեզնից այլ ուզում, մենք ամեն ինչ կանենք, որ լավ լինի, ինչ որ տրամաբանությամբ այդպես չի լինում։ 5, 10, 15 տարի կտրվածքով պետքա պլանավորել այդ թրիփը, որ այսօր ստորագրվում է, ինչա դառնալու։ Ոնց ենք մենք համագործակցելու Ռուսաստանի Դաշնության հետ, որ օրինակ Տրամպի վարչակազմի փոփոխությունից հետո մենք չունենանք այստեղ երկու աշխարհակաղակական հզոր կենտրոնների միջև բախում կամ Միացյալ Նահանգները որպես ամենահզոր երկիր, հա, կամ հզորագույն երկրներից մեկը, ինչ որ մի օր որոշեց, որ դուրս է գալիս Աֆղանստանից։ Հիմա հետաքրքրությունը վստահաբար շատ ավելի շատ էր այնտեղ եւ մտնելու եւ մնալու, բայց այդ որոշումները մի օր կայացվում են։ Եվ եթե դու չունենաս քաղաքականություն եւ տրամաբանություն, թե դրանից հետո ինչ է լինելու, դու դաշնակիցների հետ հարաբերության կառուցելու փոխարեն կարող ես հայտնվել ինչ որ մի կենթանու կամ ինչ որ մի տարածաշրջանային երկրի երախում, ներքաղաքական որոշակի հարցեր այնուամենայնիվ դուրս չմնան, ժամանակը քիչ է մնացել, առաջիկա ընտրություններին արդեն որոշվել է ինչպես է մասնակցելու, ինչ ձևաչափով հայրենիք կուսակցությունը։ Ձևաչափը մենք կուսակցության նախագահ հայտարարել է, հայրենիք կուսակցությունը մասնակցելու է իր դեմքով, բայց մենք չենք բացառել, որ գուցե բանակցությունների արդյունքում ինչ-որ այլ առաջարկ լինի հանրությանը, որը բանակցությունների մեջ եկում հետ։ Բանակցությունները ինքն իրենով նշանակությունը դրանց այնքան ժամանակ է պահպանվում, քանի դեռ դրանք բանակցություններ են, այլ ոչ թե հանրային միջոցառումներ։ Հիմա Գագիկ Ծառուկյանի հետ կա բանակցություն։ Ես նորից եմ ասում, բանակցությունները, հիմա դուք որ հերթով սկսեք տալ, հենա ես ամեն ինչ կբացեմ, էլի։ Մեկին որ պատասխանեմ, կասեք, բա մյուսին քիչ եք պատասխանում։ Հետևաբար բանակցությունների արժեքը պահպանվում է այնքանով, քանի դեռ դրանք բանակցություններ են։ Իսկ բանակցություններ չի նշանակում հանրային բանավեճեր կամ հանրային քննարկումներ։ Երբ որ լինի ընկալում, որ այս կամ այն ուժի հետ ընդհանրությունները քաղաքական եւ նպատակային համադրվում են եւ երկուսի միացումից 2+2-ից, հա, մենք ստանում ենք ոչ թե 4, այլ 5, 6, 7, գուցե նմանատիպ առաջարկ հանրությանը չներկայացվի։ Չլինի այդպիսի հանգամանք։ Մենք հայտարարել ենք, որ այսպես թե այնպես մենք առաջարկ հանրությանը ներկայացնելու ենք։ Հանրությունը ինչպես կքվեարկի, ինչքան վստահություն կտա, այդքանով մենք պատասխանատու կլինենք եւ կիրականացնենք այդ ծրագրերը։ Միայնակ որևիցե ընդդիմադիր ուժ կկարողանա հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Եթե դուք նկատի ունեք վերջնական իշխանափոխությունը, կարծում եմ, որ ոչ, այսինքն այստեղ խնդիր կա նախ խորհրդարանում ունենալ մանդատներ, հա, եւ հետո գտնում եմ, որ միայն ուժերի միատեղման միջոցով է հնարավոր այս իշխանությանը հեռացնել։ Գյումրիի սցենարն եք ասում։ Գիտեք, ամեն դեպք, ամեն հանգամանք իր յուրահատկությունը ունի։ Ես չէի ուզենա ասել Գյումրիի սցենար, որովհետեւ Գյումրիի սցենարը ամբողջ հարգանքով գյումրեցիների եւ տեխնացուների նկատմամբ չափազանց տեղային մակարդակի եւ յուրահատկություններով էր պայմանավորված։ Հնարավոր չէ Գյումրիի սցենարը հանրապետականում, որովհետեւ Գյումրին այդ տեխնացուների միջև քաղաքական, միջանձնային, չգիտեմ, կուսակցական, հանրային հարաբերությունների բարդագույն համակարգներ, բայց շատ տեղային։ Հիմա մենք ունենանք համապետական մակարդակ, շատ ավելի լայն, բարձր հանգամանքներ հաշվի առնելով, քաղաքական շահեր համադրելով, քան ինչ որ մի առանձին համայնքի ընտրություններն են։ Եվ վերջին հարցը տեսեք, որոշ ընդդիմադիր ուժեր առաջնորդներ կան, որ ասում են, որ պարտադիր ես պետք է լինեմ Հայաստանի վարչապետը, նման նկրտումներ ունեն, ասում են, որ ամենալավը ստեղծված իրավիճակից իրենք կարող են երկիրը հանել, ամենալավը իրենք են եւ վերջ։ Հայրենիք կուսակցության եւ ձեր համար որպես ընդդիմադիր գործչի կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության, թե այնուամենայնիվ Արթուր Վանեցյանը լինի եւ ոչ թե մեկ այլ ուրիշ ընդդիմադիր։ Առաջին հերթին մեր համար իհարկե կարևոր է, որ Արթուր Վանեցյանը լինի օրինակ, հա, կառավարության ղեկավար, բայց Հայաստանի Հանրապետության համար մեր գիտակցությունն այն է, որ շատ ավելի կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ։ Հետևաբար, իհարկե, երբ որ այդ հնարավորությունը ընձեռնվի այդ իմ ասած միատեղումը քննարկելու իրականացնելու, որևէ մեկը մաքսիմալիստական պահանջներ սեղանին չպետք է դնի։ Պետք է հասկանալ, որովհետև մենք տվյալ իրավիճակը հələ չենք կարող այսօր պատկերացնել։ Այդ օրվա իրավիճակով պայմանավորված ձայների բաշխվածությունը կլինի, այլ նույն հանգամանքներ կլինեն, որոնք այսօր հայտնի չեն, այդ պայմանությամբ որն ավելի հնարավոր, որն ավելի Հայաստանի Հանրապետության համար
եւ ապահով եւ կանխատեսելի, որովհետեւ նորից գերակայությունը պետք է լինի իշխանափոխությունը։ Ընտրություններով բացառապես։ Իհարկե, չէ, բացառապես ընտրություններով չէ։ Հիմա մենք խոսում ենք գալիք ընտրությունների մասին, քննարկում ենք ընտրությունները։ Դե փողոցով չի ստացվել այնուամենայնիվ։ Դե ամեն դեպքում այս պահին փողոցում չկա այդ շարժումը եւ ընտրություններին պարզ լեզվով ասած բան չի մնացել, հետեւաբար նորմալ է, որ մենք ավելի շատ քննարկում ենք ընտրությունները։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի դեպորտներ, ես զրուցում եի հայրենի կուսակցության գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանի հետ, առողջ եղեք, կհանդիպենք։